Ջանա։ Ապրիլի 7-ն է։ Ու մենք ինեսի հետ գնում ենք այգի։ Շատ սիրուն այգի է։ Ինեսը նայել է, եղել ես թե նայել։ Եղել է ու ասում է ինեսը նայել է, եղել է ու ասում է, որ Բելգիայի ամենապուպուշիկ այգին է, չէ ուղիղ ձակ։ Ու մենք հիմա գնում ենք բացահայտելու այդ այգին և շատ մեծ հույս ունենք, որ ճիշտ է մենք վերցրել ենք սուրճ ու համովիկ բան։ Դավը ներվայն է։ Դա ոնց գնանք, սա մակատով է, իսկ ստեղ գետնին սենց մանր քարեր է, դրդռում է, դրա համար ուզում է այն ճանապարհով, որտեղ ուղիղ է։ Բայց դե այգու ճանապարհը դες չի տանում։ Դա որ գնանք այգի հանգիստ կքշել։ Ցավես այգու նման բան ենք տեսել, այս հատվածում քայլելու ընթացքում։ Բայց մենք գնում ենք մեր գլխավոր նպատակակետը դեպի։ Չգժվեմ ես հիմա։ Դիքա ու հիմա ինեսն ու դավը փորձում են իջնել, շատ լավ է, ստեղից թողում ես սայլակը, ներքևից դիմավորում է, բայց շատ հավես է, հենց մտանքներս մի անգամից ծլվլոցներ եկան թռչունների, ասենց հասկանում ես, որ սա դրախտա վայր է ուղղակի, կանաչապատ անտառ ոնց որ լինի։ Ուղղակի չի փոխանցում տեսախցիկը, այն ինչը, որ իրականում տեսնում են աչքերը մեր։ Խոշորագույն սագեր կան։ Սագ է, դավ, սագ։ Այս գույսի գագագայ է։ Հիշում եք այդ ոտանավորը։ Ես խաչի ջեդա։ Ես շատ սիրունիկա։ Ինչ լավ բան են, չէ՞։ Իմ քաշի է այս մեկը։ Բայց ինչ հրաշք է։ 2 ժամանակ վլոգ։ Տիկների ձիները։ Դավ ուրախ ես։ Okay։ Հավես այ խաղալու խաղահրապարակա Դավթին Ստեղ էլ սենց ավազային հատված Սենց հավես կամուրջ կա ստեղ ջրում բադիկներ, սենց բադիկների տնակ Այն կողմից ավելի սիրուներ է, բայց օքեյ երևում Ստեղ կողպեքներ են կախում, սիրահար զույգեր ու բանալիները չկա ներքևում, չի երևում, բանալիները կցում են ջրի մեջ, ես ու Արտուրն է ունեն գիտես հատուկ պատվիրել էի, սենց սրտիկեր, սենց երկարոտեր ու սենց սրտիկեր վրեն էլ գրածել հավերրության նշան ի։ Հավեսա։ Բայց մերը հետո անցան գնացել էինք, կախել էինք բանում, Պաբեդա մոստից։ Անցանք, տեսանք պոկել ճարել չկա։ Հա սենց ամուր չէր, ինք սենց դեկորատիվ լարով ոնց որ լիներ, բայց շատ սիրուն էր էլի։ Հա ջան։ Ուտիկիկ։ Գնում ենք չիպս բացենք։ Դավիս համար չիպս ենք առել Pringles ու չգիտենք ինչ համա պիտի բացենք, որ իմանանք։ Ես շատ մեծ հույս ունեմ, որ կծուչի։ Տետիկների սենց բուն է ու նայեք ինչքան հավես է։ Ինձ ասեք, սա ինչ բնություն է, սա ինչ հրաշք է բնության։ Ծորի ձև է, ոնց որ եղևնի լինի։ Բայց չես հասկանում ինչ է էլի, սենց է տերևները։
Թե ասա քո ինչին է պետք է ամեն ինչը, որ ես քեզ ասում եմ Ինեսս։ Ուֆն եմ անում։ Դավ սիրուն են այս կակաչները։ Հպարտ եկել ենք սրճարան այգու մեջ ու փակա։ Ուրա։ Չկա, մենք է սուրճը վերցրել էինք նավսյակի։ Հիմա Դավը սպասում է իր չիպսին։ Մենք է կնստենք այս տեսարանով, խնդրում եմ նայեք։ Ու սուրճ կխմենք։ Թե մենք կապուչինո ենք վերցրել։ Կապուչինո ենք։ Այս Դավիդի Pringles-ը։ Մի րոպե Դավիդը բացել է Pringles-ը ու շունչներս պահած սպասում են։ Կծուն է Դավ։ Դավ կծույա։ Դավ կծույա։ Ու շատ լավ է։ Դավիդի սիրած սոկը։ Ու ֆոկուս չի բռնում սոկը։ Հələ ցույց կտաս Pringles-ի տուփը ինչ տեսք ունի Դավ։ Ինչ ես քսում վրեդ ձեռդ։ Դվայելքների մեջ է ու փաստորեն կծուն էր, բայց լավ է, շատ կծու չի։ Ось իմու Ինեսի։ Այս համովություն։ Ես չեմ տեսել, որ վրան գրած է կծու։ Ինչ է։ Լավ էլի։ Հիմա խմում ենք Ինեսի սարքած կապուչինոն։ Ես էլ։ Ասում ես ու ծիծաղում ես արագի մեջ։ Ու փորձում ենք այս համովիկին։ Սենց ամեն չէ։ Սովորական բան է։ Խամը լավն է։ Լավն է։ Բայց միլկային է կարելի փորձել։ Ոստը միլկայինի տուփը ավելի մեծ է, այսքան էր։ Դմեմ յաուն է սարքեմ, պես մի նայեք խասուշի տակ անխնամ եք, դες չեք հետևում, ուտունչա ձեր եղունգների վիճակը, հա, ոչ են ասում։ Տենաց գրողներ ինչ վիճակում են ունում։ Անդաստիրակ երեխա ունեմ։ Նայ։ Հա, աղջիկ ջան։ Ինչ էր գրել։ Հա, բերանդ մի փակի, մազերդ մի քաշ քշի խոսալուտ, ինչ-որ սաս բանեն, շատ ներվային երետ, ընկերուհին, կարա ես են շատ հավես պատասխանեի, պրոստը ես շատ բարի եմ գիտեք, ապրիմ տղեն, հա մեկն է գերել է շատ դիրացել եք իդա ջան գիտեմ Նորություն ասեք բայց հավատացեք դիետա չեմ պայելու զուրտերը մի տանջը այս կարմ հաց շուտեմ բայց քաղցր չեմ կարա շուտեմ Բա Չգիտեմ դուք ինչ եք ասում բայց կարևորը Արտուրս ինձ ասում է որ ինձ նայողը հաստատ չի ասի որ ես իր երեխայի մամա եմ Բա Հələ դուք եք գրեք տնեմ որ ինձ դուրսը տենակ կմտածեք որ իր երեխա ունեմ իհարկե որ կալյասկի հետ չլինեմ էլի Շոլավ հիմա կոֆե ենք վայելում ես ու հարսիկս Իվարկյան Ես ու Ինեսը մեզ բռնացրել ենք այն պահի վրա որ Հայաստանի հետ համեմատած ես դաժե հիմա ավելի նիհար եմ քան Հայաստանում Так что դիետա չեմ պահելու ու չեմ նկարելու Աղջիկներս բարև ձեզ, ես այսօր ուտում եմ բրոկոլի մենակ Ես այսօր ու վաղը ուտելու եմ բրոկոլի Ես նաև ուտելու եմ մենակ խաշած հավիմից չէ
Մենք սոված կմնանք, բայց մենք բրոկոլի չենք կտրի։ Ես կարամ քաղցրով ապրեմ։ Իմ ամենամեծ թերությունը է դա։ Ցավոք սրտի, բայց տենց է ինչ անեմ։ Թերություն չի, այդ առավոտը։ Ինձ լրիվ արդարացնում է իմ ու իր կարգավիճակը։ Այն պահը, երբ որ մենք ուզում ենք նիհարենք, բայց ոչ իման դրա համար չենք անում, պրոստը ուզում ենք։ Ես իրականում ահավոր նիհար երեխա եմ եղել ու մինչև եւի տենց մի 20 տարեկան ահավոր նիհար եմ եղել, հետո տենց չգիտեմ ինչ եղավ, իսկականից չգիտեմ, ես կոնֆետները դնում էի կողքս, ուտում էի, քնում էի, այ տենց քաղցր սիրող եմ, բայց չի չաղանում, բայց հետո չգիտեմ ինչ եղավ, նենց է չի էլի, որ տարիքս առա տենց 35-ս լրացավ, տենց սկսեց լինել, չէ։ Անհասկանալի, ինձ թվում է սննդի որակի փոփոխություն ուղղակի եղավ, ու իրոքից է։ Հայ կարա ջուր, սնունդ, օդ, այդ ամեն ինչը կարա ազդի։ Որովհետև հիմա Հայաստանում որ նայում ես, երեխեքը երկու կատեգորիա են, իրանք կամ ահավոր թմբլիկ են, կամ ահավոր նիհար են։ Սենց միջին բան չկա։ Ես այն ահավոր նիհարներից էի ու այն մարդկանցից էի, ովքեր ամեն ինչ ուտում էին ու չէին չաղանում։ Բայց հիմա իրավիճակ է փոխվել։ Հիմա Արտուրը ուտում է, ես չաղանում։ Չէ, իրականում մենք ախորժակով հաց ուտող ենք բոլորս, ասա։ Մեր համար ուտելը պրոբլեմ չի вообще։ Աղջիկ ջան, չես էլ ամաչում նստել ես կամերան միացրել ես մենակ ուտելուց ես խոսում։ Ես ասեմ, որ դուք չգրեք տանջվեք։ Ու խնդրում եմ ինձ աղջիկ ջան մի ասեք։ Մորքուր ջան, մի գրեք իմ աղջիկ ջան։ Ուրա։ Այդ չունեմ։ Մոռացանք ես նիհարացնող չիպսը փորձել։ Չեմ հասկանում ինչ ասում են հետևին մարդը։ Բայց ինքն չի հասկանում, ես ինչ։ Ես նա ինչ կարան ես տղեն։ Օջո։ Ինքը կարա այդ յանի, մենք է Նենց համով, նիհարացնող չիպսեր ուտենք։ Շատ համով, Ու вообще ոչ մեկ չի կարա նիհարացնող չիպս ուտի։ Այո։ Ինչի համ է ինձ։ Ուղղակի hot and spicy է գրած։ Բայց ես ոչ մեկ ուտում չեմ հասկանում ինչ համագարը։ Ես է ոնց որ բիբար լինի ուղղակի կծու։ Ուսում է կծվություն չի թողում հասկանալ։ Կարևորը շատ նուրբ է, ասես լավ գնում է։ Հա, մեկ էլ ինչ էի ուզում ասեի։ Հա։ Մամա, բայց այդտեղ հնարավոր է, գիտեք, նիհարել, գիտես խի։ Որովհետև Հայաստանում էլ կա ուղղակի Հայաստանում ես քեզ շոր եմ բերել, հեսա կհագցնեմ։ Ուղղակի Հայաստանում բանը աստղաբաշխական գները ու վստահ եմ, որ սովորական աշխատող մարդը չի կարա իրան թույլ տա այդ առնի, ոնց որ այն դիետաներն Հայաստանի են, որ սայտերով վաճառում են կամ ուտելիքը, որ ուղարկում են տուն, օրինակ մի ամսվա համար 100 քանի հազար ուտելիքներ, այդ անհնար է, էլի, որ միջին աշխատավարձով Դավիթ, խոսում եմ ձակ։ Միջին աշխատավարձ ունեցող մարդը կարին է այդ իրան թույլ տա, բայց ինքն էլ է ուզում նիհարի։ Դավիթ, ձակ խոսում եմ մի վայրկյան, հա։ Խնդրում եմ։ Մի խոսքով, իսկ ստեղ նենց չի էժանա, բայց հաստատ կարաս քեզ թույլ տաս։ Քարֆուրում հաստատ տեսել եմ։ Զոնդերսոյկեր, այսինքն առանց շաքարի քաղցրավենիքներ, հա։ Так что որ շատ ուզենանք, կարանք նիհարենք քաղցր ուտելով միանշանակ։ Այ մի օր կարելի է մի շաբաթ նիհարել։ Ինձ թվում է դուք ինձ կստիպեք, որ ես մի շաբաթ քաղցր չուտեմ։ Բայց չեք կարա։ Չեք կարակ, կատակ եմ անում։ Կարելի է տենց ինչ-որ հետաքրքիր բաներ մտածել, բայց հիմա այնքան նկարելու բան ունեմ, որ դրան հերթը չի հասել։ Հետո իրար հետ կնիհարենք լավ։ Այդ կոնտենտը ամենալավն է աշխատում բոլորի մոտ։ Իրոք եմ ասում։ Ինչքան միշտ ուրիշ է։ Ու բացի էդ էլ ինչքան
հայտնի դարձած մարդ կա, մեկ էլ տեսնում ես, որ ինքը ուզում է Նիհարի դրա վրա հայտնի դարձել։ Բարև ժողովուրդ։ Ողջունում քեզ։ Ու բոլորը վերջում դառնում են դիետոլոգ։ Պոտենցիալ ունեմ այսինքն։ Արի մենք էլ դառնանք դիետոլոգ։ Արի։ Ես Իրական չգիտեմ դուք ինչքան եք լուրջ վերաբերվում այս թեմաներին, բայց մենք հիմա ուղղակի թեթև զրույցի մեջ ենք ու կատակներ ենք մեզ թույլ տալիս ձեր ներկայությամբ եւ ցենզուրայի մեջ։ Իսկ հիմա օքեյ է։ Hi guy։ Նայում էր ուղիղ մեջ։ Մամա։ Գիտեմ ինչ այստեղ կողված։ Այդ շատ սիրունը։ Տանք տեղ, որտեղից կարանք մարոժնի առնենք։ Բարև ձեզ։ Մոկա։ Փորձենք մոկան։ Մի շոկոլադ եմ ուտում, այս անգամ մոկա փորձենք։ Ադել դիր կապույտ բաղբաղակով։ Ես մոկա, ինեսը շոկո։ Համով էլ մի հատ։ Դու էլ մոկա, օքեյ։ Չէ։ Չիկներիս համար բելգիական ավանդական գոֆրե, վաֆլի։ Իրան գոֆրե են, չէ՞ ասում։ Գոֆրե ստացի։ Ահա։